Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ ՕԻԴԱ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ Գերասիմ մեր հավերն ընդունելու համար։ Իշխանությունները ի վերջո այսպես միս ու արյուն տվեցին եկեղեցու դեմ իրենց կողմից սանձազերծված այս արշավանքին եւ նախորդ շաբաթ տեղի ունեցան ձերբակալություններ, կալանավորումներ, այդ թվում նաև երկու arczepiskopos Բագրատ Սրբազանի մասնի խոսքով Միքայել Սրբազանի մասին։ Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյան այս ձերբակալություններով իր այսպես եկեղեցու նկատմամբ ճնշման նպատակին հասել է, որ գուցե ավելի չշարունակվի, կան տեղեկություններ, որ եկեղեցում են այսպես կարծում, իմ գնահատմամբ սա մոլորություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախը իհարկե շարունակել է մնալ վեհապարը եւ շարունակելու է ինքը այդ նպատակին հասնելու համար անել հնարավոր ապօրինի բոլոր գործողությունները, հա։ Նախ ինչպես է գնահատում այս իրավիճակը, տեղի ունեցողը եւ ինչ եք սպասում այս իշխանություններից, խնդրեմ։ Տեսեք, այն ինչ որ տեղի ունեցավ եկեղեցու նկատմամբ, սրբազանների նկատմամբ, այդ թվում Սամվել Կարապետյանի եւ մնացած քաղբանտարկյալների սրբազան շարժման հետ կապ ունեցող ովքեր որ կալանավորվեցին, ակնհայտ քաղաքական է, քաղաքական հետապնդում է, դրան այլ ընտրանք չկա, այլ կարծիք լինել չի կարող։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանը այսքանով կսահմանափակվի թե չէ, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կսահմանափակվի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իմ տպավորությամբ սպասարկում է թուրքական շահեր։ Այդ շահերի սպասարկման ժամանակաշրջանում ու գործունեության ընթացքում տարբեր փուլերում, տարբեր դոզայի չափաբաժիններով ինքը փորձում է հասնել իր նպատակներին։ Հիմա եթե հասկանում է ու զգում է, որ կարող է ինչ-որ մի բան սրելով հասնել այդ նպատակին մարսել, սրում է, երբ որ տեսնում է, որ դրանից այն կողմ գնալը կարող է վտանգ սպառնալ իր իշխանությանը, հետ է նահանջում, հետո մանր այլ գործողություններով մաշում է։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում նրա իշխանությունը ազգային ինստիտուտների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, պետականության հիմքեր հանդիսացող կառույցների նկատմամբ, ուղղակիորեն կազմաքանդելով պետությունը։ Նրա իշխանության ժամանակահատվածում կազմաքանդվեց եւ տեղահանվեց էթնիկ զտման ենթարկվեց Արցախի հանրապետությունը, այդ նույն ճանապարհով շարունակում են տանել Հայաստանի Հանրապետությունը, թող ոչ մեկ այդքան ռոմանտիկ կամ ինքնավստահ չլինի, որ այդ նույն ճակատագիրը Հայաստանի Հանրապետության ինչ որ տարածաշրջանների բաժին չի հասնելու, եթե այս ամեն ինչը այսպես շարունակվեց ու մենք չկարողացանք ինչ որ փուլում կանգնեցնել այս գահավիժումը։ Հիմա տեսեք, շատ անդիմադիր շրջանակներ, ազգային կառույցներ, այդ նաև դուք Ֆրանսիան մշտապես ներկայացնում եք բարեկամական պետություն։ Ինչպես դուք ասացիք, եկեղեցին պետականության հիմքերում հենասյուներից մեկն է եւ ազգային կարևորագույն կառույցներից մեկն է, եթե չասենք ամենակարևորը։ Եկեղեցու նկատմամբ այս թուրքաբարո հարձակումներին աջակցություն եկավ Ֆրանսիայից, Էմանուել Մակրոնի բերան։ Սա ինչպես է գնահատվում։ Արդյոք նաև դաշնակցության են կառույցները, որոնք ներկայացված են Ֆրանսիայում, կարողանան Էմանուել Մակրոնին կամ ֆրանսիական հանրությանը տեղ հասցնել
որ Ֆրանսիայի նախագահը լավ բան չի որ անել եւ լավ բան չի որ հովանավորում։ Տեսեք, Էմանուել Մակրոնի հայտարարությունը կարելի է երկու կոնտեքստում մեկնաբանել։ Մեկ այն, որ Էմանուել Մակրոնը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Հայաստանի Հանրապետությունը գտնում է մի տարածաշրջանում, որտեղ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի, ստեղ այլ երրորդ, չորրորդ ուժ չկա, կա Ռուսաստանը եւ իր դաշնակիցները եւ կա ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ այս պահին Թուրքիան է տարածաշրջանում։ Այլ տեղեր, այլ ուժեր, չգիտեմ, ԱՄՆ, Եվրոպա եւ տարբեր առանձին պետություններ իրենց տարբեր վարքագծերով որպես բարեկամական երկրներ կարող են տարբեր հարցերում մեր նկատմամբ դրական կամ լավ վերաբերմունք ունենալ, բայց գլոբալ իմաստով երբ որ իրենց ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի համընկման կոնտեքստում է, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ սպասարկում է ավելի շատ պրո-թուրքական քաղաքականություն է վարում, քան պրո-ռուսական քաղաքականություն, բնականաբար նրանք պետք է պաշտպանեին Նիկոլ Փաշինյանի իշխանության այս վարքագիծը, մանավանդ այդ վարքագիծը, բայց եկեղեցու դեմ արժանանքը պաշտպանել։ Տեսեք, նրանց համար մեծ հաշվով Էմանուել Մակրոնի ու մնացած այլ պետությունների ղեկավարների համար քաղաքականությամբ զբաղվող արևմտյան մանավանդ այդ քաղաքական համակարգի համար կրոնական հաստատությունները, եկեղեցին ու մնացածը բոլորը ածանցվում են իրենց քաղաքական շահերին։ Ճիշտ է, մեր համար որոշակի ավելի հուզական, ավելի էմոցիոնալ ընկալվեց այդ ամեն ինչը, բայց այդ մարդիկ ունեն իրենց քաղաքական շահերը, իրանք իրենց քաղաքական շահերն են։ Եթե մենք մեր շահերի մասին չենք մտածում, մենք, այսինքն հայ ժողովուրդը ինչպես արձագանքեց եկեղեցու դեմ այդ արշավանքին, մեր քաղաքական շրջանակները ինչպես մեր քաղաքական շրջանակները թե իշխանական այսպես կոչված, թե ընդդիմադիր ընդհանուր բոլոր իրար հետ վերցրած ինչպես արձագանքեցին այդ ամեն ինչին ու համարժեք էր այն ինչ որ տեղ ունեցավ եկեղեցու նկատմամբ ու հավաքական հայ ժողովրդի արձագանքը համարժեք էին իրար, չեմ կարծում որ համարժեք են։ Մեր եկեղեցու դեմ նման վարքագիծ մայրաթոր Սուրբ Էջմիածին ներխուժելու փորձեր, նույնիսկ օտարերկրյա զավթիչները, երբ որ գրավել են Հայաստանը, չեն համարձակվել մտնել, որովհետև հասկացել են, որ դա մի սահման է, մի գիծ է, որը կարող է իրենց զավթողական նպատակների վերջը լինել ու ժողովրդին այնպես գրգռել, հանել իրենց դեմ, որ իրենց նպատակները ձախողվեն։ Բայց մեզ տարբեր չափաբաժիններով, տարբեր դոզաներով տարիներ շարունակ հասցրեցին մի վիճակի, մի մակարդակի, որ ես բավարարված չէի, ճիշտ է, շատերս ասում են, այո, չկարողացան մտնել մայրաթորի տարածք, չկարողացան ձերբակալել, մեծ հաշվով ժողովուրդը հասավ իր նպատակին, բայց ես ավելին էի պատկերացնում անկեղծ ասած։ Գուցե որ ավելին ձգվեր ավելին լիներ, այսինքն Դե այդ քաշվեցին Սրբազանը ինչ որ մարդկանց խորհրդով որոշեց գնալ ներկայանալ քննչական կոմիտե։ Իսկ գիտեք մարդկանց մոտ նաև էմոցիոնալ առումով այլ բան է որ Սրբազանը մայրաթորում է, այսինքն մեր մոտ է կոպիտ ասած, հա, եւ այլ բան է որ ինքը արդեն գերեվարված է քննչական կոմիտեում, այսինքն այնտեղից հանելը արդեն ենթադրում է շատ ավելի ծանր գործողությունների գնալ, շատ ավելի մեծ պատասխանատվության տակ մտնել, քան թույլ չտալ, որ իրան բերման ենթարկեն։ Հիմա այստեղ է հարցը, այսինքն ժողովուրդը նաև կարող է այս հարցը ասել, մենք պատրաստ ենք, իսկ գուցե ավել ձգվեր, մարդիկ ավել կմասնակցեն։ Տեսեք, այս բան ես չեմ ուզում մեկնաբանեմ Սրբազանի գործողություններն ու հայտարարությունները, գուցե այլ մարդ լիներ նրա փոխարեն այլ կերպ վարվեր կամ վերջո ինքն էր այդ ամեն ինչի համար պատասխանատվությունը կրելու, իր վրա այդ պատասխանատվությունը, թե ինչի գնաց այդ ճանապարհով, ինչ հանգամանքների բերումով կամ ինչ հանգամանքների դրդմամբ
ես տեղյակ չեմ այս բանին կամ առնվազն կուլիսային մակարդակի խոսակցությունների մակարդակում եմ տեղեկացված, որը հանրայնացնել կամ հրապարակայնացնել դրա մասին իմ կողմից առնվազն այս տաղավարում խոսելը մի քիչ տրամաբանական չի լինի։ Առաջարկ եղավ, որ Սրբազանին առաջադրեն վարչապետի տեխնացու եւ այն խմբակցությունը, որի մաս է կազմում այլ դաշնակցությունը, համաձայնեց։ Դա չստացվեց։ Տեսեք, Հայաստան դաշինքը համաձայնվեց Սրբազանին առաջադրել վարչապետի տեխնացու, որտեղ Սրբազանը իր անձով մի քանի ժամում կարողացավ ապահովել այն պակասող որոշակի ատրիբուտները impeachment-ի համար, որոնք անհրաժեշտ են։ Առնվազն երկու պակասող քվեն ընդդիմադիր դաշտում, որ չկան, երկու այդ պակասող քվեները անկախ падգամավորների կողմից արդեն ապահովված էին, այսինքն բավարարում էր 36-ը, դրա համար մենք մեր 28 ստորագրությունը եւս տվեցինք եւ ակնկալում ու ենթադրվում էր, որ նաեւ պատիվ ունեն դաշինքը եւս իր 6 ստորագրությամբ կմիանա եւ 36 ստորագրությունը impeachment-ով մուտք անելու համար բավարար էր։ Այսինքն պակասող երկու քվեն կար, որը չի լինում այլ տեխնացուների պարագայում միջև այսօր չի հաջողվել, իսկ Սրբազանի պարագայում հաջողվեց, ինչպես նաև կար փողոց, որը շատ ակտիվ էր ու աճելու, զարգանալու տենդենս էր նկատվում այդ փողոցում։ Երկու հանգամանքները, փողոցը եւ պակասող երկու քվեները կարող էին լավ սկիզբ լինել հաջողություն ունենալու համար, բայց թե ինչու իրադարձությունները այսպես զարգացան, նորից եմ ասում, հասարակության աչքի առաջ է, մարդիկ տեսնում են, իրենց ենթադրություններն անում են։ Ենթադրությունները բավ արդեն են, տեսեք, ընդդիմադիր խորհրդարանում ձեր խմբակցության գործընկեր խմբակցությունը, հա, ընդդիմադիր հանդես եկող պատիվ ունեմ, Հազան Աչապահյանի վարչապետի տեխնացու լինելուց հրաժարվելուց 7 րոպե հետո հայտարարեց, որ ինքը միանում է նախաձեռնությանը։ Լավ, մենք կարող ենք իհարկե մեզ միամիտի տեղ դնել, այսպես ձև տալ, թե 7 րոպեն չենք նկատում, բայց ժողովուրդը նկատում է, չէ, ժողովուրդը նկատում է եւ նաեւ երևի թե ակնկալում են նաեւ գնահատականներ դեզանից որպես ընդդիմադիր խմբակցությունում ներգրաված ուժի ներկայացուցիչ, որ տրվեն, ասեն ժողովուրդ ինչ է ձեռարվում, ինչ չի, չէ, այսպես ասենք, հայտարարություն 7 րոպե հետո հայտարարել, որ միանում եք, այն պարագայում որ ակնհայտ է, որ մարդը այլևս չի ուզում տեխնացու լինել։ Եվ ինձ մոտ գոնե որպես լրագրողի տպավորություն էր, որ շատ ավելի շատ իրենք սպասում էին հենց այդ հայտարարությանը, որ միանան Հազանի առաջադրման։ Իհարկե, այստեղ արդեն չեմ ուզի ձեզ այդ հարցը քննարկել, առաջիկայից փաստաբանների շահագրգռվածություն, այլ դրվագներ, բայց դուք որպես քաղաքական միավորի ներկայացուցիչ, դա ձեզ չի հետաքրքրում, արդար է ժողովրդի հետ այսպես վարվել։ Տեսեք, ովքեր ինչքանով են արդար ժողովրդի հետ, ովքեր ինչքանով են արդարացրել ժողովրդի սպասելիքները, ովքեր ինչ պլաններ ունեն, ու այդ իրենց պլանները ոնց են ընկալվում ժողովրդի մոտ, դրա լավագույն ցուցիչը, դրա լավագույն գնահատականը փողոցում գեներացվող պայքարներն են, պայքարն է, երբ որ թե ովքեր են գեներացնում, ում հետևից են գալիս ժողովուրդու պատրաստակամա փողոց դուրս գալուց որոշակի գործողությունների գնալ, բանտարկվել, ծեծվել, ճանապարհներ փակել, փողոցներ փակել ու մնացած այլ դրսևորումները, ոչ թե խաղ երթեր անցկացնել, էլի, ու դրա լավագույն դրսևորումը ընտրություններն են, որը կարծում եմ հերթական կամ արտահերթ կլինեն ու ժողովրդի իր գնահատականը կտա։ Հիմա ես ժողովրդի փոխարեն չեմ ուզում գնահատական տալ այդ ամեն ինչին, ես իմ պատկերացումներն ունեմ որոշակի, բայց նաև ունեմ այն համոզումը, որ այս ամեն ինչից դուրս գալու համար միայն մեր ուժերը բավարար չեն այս ամբողջ վիճակը լիցքաթափել ու երկիրը նորմալ ռեսերի վրա դնել եւ բոլոր ընդդիմադիր ուժերի անկախ նրանց մոտեցումներից, մարտավարական, ռազմավարական եւ այլ մեր տարբերություններից նրանց բոլորի աջակցության եւ որոշակի փուլերում որոշակի մասնակցության կարիքը լինելու է, դրա համար
կոպիտ ասած դες կրակի վրա յուղ լցնելու տրամադրություն չունի։ Այսինքն ճշմարտություն ասել է կրակի վրա յուղ լցնել։ Սա ինչ եմ ասում, որովհետև տեսեք։ Իսկ երևացող ճշմարտություն ձեր ասածը, տեսեք, ես իհարկե ընդունում եմ ձեր ասածը, որ որևէ ուժ միայնակ չի կարող հաղթահարել այս եւ բոլոր ուժերի այսպես հնարավորությունների ներդրման խնդիր կա։ Տեսեք, այսօր կամ Սրբազանի առաջ տեխնոլոգիական քննարկման օրը, այսինքն առաջարկը հնչեցրեց Էդմոն Մարուկյանը, միացան այդ երկու ԿՊԱ-ական նախկին падգամավորները, միացեք նաև դուք, այլ հավասար իրավիճակում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որտեղ Էդմոն Մարուկյանը ձեր խմբակցության կողքին է կամ այդ երկու падգամավորները դուք ընդհանուր գործի մեջ կարող եք լինել։ Հասկանալի է, բայց դուք տարաձայնությունների մասին, այսինքն խոսել ինչի է խնդիր ստեղծ, որովհետև այս պարագայում իմ գնահատականը սա է, շատերի գնահատականը սա է, որ մարդկանց կներեք էշի տեղ են դնում, այսինքն չի կարելի ավարտված process-ի ավարտից հետո համարել, որ դու միանում ես այդ process-ին, այսինքն ձև տալ, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց լավ, ձեր դիրքորոշումը հասկանալի է, այստեղ դուք աստծի կրակի վրա յուղ չեք ուզում լցնել, դա արդեն հանրությունը կարծում եմ կգնահատի բոլոր իրավիճակներում։ Չգիտեմ, ես ասացի այնքան, ինչքան որ գտնում եմ հարկ է այս պահին դրա մասին խոսել, չգիտեմ որ փուլում, ինչ իրավիճակում սրանից ավել ինչքան ասելու կարիք անհրաժեշտություն կառաջանա։ Շատ լավ։ Մարդիկ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե այս գործողություններն էլ առնվազն այս փուլում մարսում է, այսինքն հոգևորականների բարձրաստիճան հարգարժան հոգևորականների ձերբակալություն կալանավոր։ Արդեն էլ բան չի մնացելու։ Սրանք չանեն ու չկարողանան անցկացնել։ Մյուս կողմից նաև ակնհայտ է թե ինչու է սա արվում, Նիկոլ Փաշինյանը արևմուտքին ցույց է տալիս, որ իբրև թե այստեղ ռուսական հեղաշրջման սցենար կա եւ ինքը կասեցնում է այդ ռուսական հեղաշրջման սցենարը։ Այս պարագայում արդեն այդ բան չի մնում, որտեղ արևմուտքը Մակրոնի վերանով աջակցություն հայտնեց, այսինքն կարող են ամեն բան անել։ Որն է լինելու ընդդիմության անել։ Տեսեք, որ այս մոտեցումը էլ բան չի մնացել անելու, շատ բան կա անելու։ Եթե մեզ ես հաղորդման սկզբից ասացի թվում է թե սրանով բավարարվելու է կամ մի երկու ինչ որ բաներ էլ անելու է վերջանա, այդպես չէ։ Մեզ ամեն ինչ անում են մտածված քայլերով դանդաղ տևական ժամանակ տանել դարձնել Թուրքիայի աշխարհաքաղաքական գործիք տարածաշրջանում։ Հայաստանը դարձնում են Թուրքիայի ազդեցության տակ գտնվող, այսպես կոչված ինչ-որ մարիոնետկա Հայաստանի կառավարիչների ձեռքով։ Եվ շատ բաներ կանելու, այն ինչ որ կա, այն դիմադրողությունը, որ կա ու այս բանը շարունակվում է, փորձելու են վերացնել։ Իրանք գնալու են նույնիսկ այն ճանապարհով, որ վաղը մյուս օրը ես կամ դու կամ ձեր մյուս հյուրերը այստեղ չկարողանան նստել, ինչ որ մեկնաբանություններ տալ կամ իրենց կարծիքը բարձրաձայն ասել։ Եթե ձեզ թվում է թե վերջը ուղղակի էս էր կամ այսքանով է, չեմ պատկերացնում, ես ամենևին այդպես չեմ կարծում, որ սա վերջն է, բայց ես մտածում եմ, որ մենք պետքա կարողանանք այս ամեն ինչը մեր ժողովրդին հասցնենք, կարողանանք մեր ժողովրդին ամբողջությամբ իրավիճակի լրջությունը, վտանգների, սպառնալիքների լրջությունը հասցնել եւ կարողանանք մեր ժողովրդին կազմակերպել, կազմակերպված վիճակում, կազմակերպված մակարդակով դուրս բերել պայքարի, կլինի փողոցային արտահերթ ընտրությունների թե հերթական ընտրությունների տեսքով եւ այդ պայքարով հաղթանակ գրանցելու։ Մենք պետք է ամեն օր գիշեր-ցերեկ աշխատենք այդ ուղղությամբ։ Իմ կարծիքով սա պետք է լինի ընդդիմության անելիքը, բայց դրան զուգահեռ նաեւ պետք է արձագանքի ու դիմադրողություն ցուցաբերի նաեւ այն գործողությունների նկատմամբ, որը ժամանակ առ ժամանակ սանձազերծվում է այս իշխանությունների կողմից ազգային ուժերի, ազգային գործիչների, պետական ինստիտուտների կամ պետության հիմքերի նկատմամբ։ Հասկանալի։ Ընտրությունները հերոյ չեն, ոնց ասում, սարերի հետևում չեն եւ Փաշինյանը այս վարկագիծը հուշում է, որ ինքը ամեն բան անելու է, որպեսզի պահի իր իշխանությունը եւ շատերս վստահ ենք, որ այս պարագայում, երբ ինքը կարողանա արևմուտքին համոզել, թե այստեղ կան ռուսական
ազդեցության ուժեր, որոնք փորձում են հեղաշրջում իրականացնել գալ իշխանության, ինքը կարող է արևմուտքին համոզել նաև ինչու չանել ընտրակեղծիքներ, եթե կարող են խանգարել այդ ուժերին իշխանության գալ։ Այս պարագայում ինչ կարող է անել։ Տեսեք, ընտրակեղծիքները ասվածը թե ինչ մասշտաբով ու ընդդիմությունը ժողովրդի կողմից ինչ չափի վստահության քվե կստանա, դրանից կարող են բխել այդ ընտրակեղծիքների ու խախտումների դեմ բնական ձևավորված դիմադրություն ու պայքար, որը կարող է եւս Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգավոր լինել։ Դրանք դա եւս կարող են ծանրու թեթևանել ու հասկանալ, նայած թե ինչ մասշտաբի է ընտրակեղծիքները, նայած թե ինչ մասշտաբի է ընդդիմությունը ժողովրդի կողմից քվե է ստանում։ Հասկանալի։ Այս պահին Չի բացառում հետընտրական փողոցային process-ներ, եթե մասշտաբները այնպիսի աղաղակող լինեն, որ դրա անհրաժեշտությունը լինի։ Այս պահին եղած տվյալները ձեզ ինչ են հուշում։ Փաշինյանի միակ հույսը կարող է լինել ընտրակեղծիքները, ռեպրեսիվ մեքենաները, թե նա նաև ժողովրդին մանիպուլացնելու շնորհիվ կարող է ախտել։ Տեսեք, երկու տարբերակն էլ աշխատում է, թե ժողովրդին մանիպուլացները, կեղծ թեզեր դաշնետելը, տարբեր հարուստների, աղքատների պայքար, նախկինների, ներկաների պայքար, չգիտեմ, եկեղեցիականների կուսակրոնության ստուգման այդ ինչ-որ կեղծ թեզեր կամ անիմաստ թեզեր ու տարբեր այդ թեզերից յուրաքանչյուրը ինչ-որ շրջանակի վրա որոշակի ազդեցություն է ունենում, դրան զուգահեռ այն ռեպրեսիվ մեթոդները, այն գործողությունները ուժայինների կողմից, որոնք սանձազերծվում են Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմախոսների նկատմամբ։ Հենց դրա վառ ականատեսը վերջի օրերին եղան, տեսակ, մի շարք մարդիկ կալանավորվեցին, մեր կուսակցությունը այդ ռեպրեսիվ մեթոդների դեմ գլխավոր վահաններից մեկն է ու կարծես թե տեղի անտեղի ուղղակի դարձել ենք մենք թիրախ նրա կողմից, եթե նույնիսկ պատճառ չունենա, առնվազն 1-2 դաշնակցական պետքա կալանավորվի ցանկացած process-ի հետևանքով, կալանավորվեց Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Միգիր Սարգսյանը, այս վերջում Միքայել Սրբազանի հետ տեղի ունեցող գործողությունների ժամանակ 10 դաշնակցական երիտասարդների, մեր ուսանողական երիտասարդականի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվել էին, հիմա բայց քրեական գործերը գնում են ու չգիտենք ինչ փուլում, որ փուլում ինչպես կօգտագործեն, շարունակական այս գործողությունները լինելու են, բայց դա բնական է։ Եթե հավատում ես քո գաղափարներին, եթե չես պատրաստվում հանձնվել, հրաժարվել քո գաղափարներից, երազանքներից, եթե ուզում ես հայրենիք ունենալ, ուզում ես պետություն ու պետականություն ունենալ, դրա համար պետքա պատրաստ լինես զոհասեղանին դնել այնքան, ինչքան որ քո հակառակորդներն են դրել այդ զոհասեղանին։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, թե բանտարկության, թե կալանքի, թե մնացած բոլոր ռեպրեսիվ մեթոդներին։ Եվ այս ամեն ինչը կհավարտվի, կվերջանա նրա հաղթանակով, որ ամենաշատը կդիմանա։ Մենք պատրաստ չենք հանձնվել, ավելի ճիշտ հանձնվելու ձևն էլ չգիտենք, թե ինչպես պետք է հանձնվել, ու այս պայքարը շարունակելու է, տևելու է այնքան մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ գրանցի։ Քանի հաղթանակ չի գրանցել, մենք կլինենք բանտում, չգիտեմ, ինչ կարգավիճակում, ուր էլ որ լինենք, թող ոչ մեկին թե չթվա, թե իրենք հասել են կամ հասնելու են իրենց նպատակներին։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հետաքրքրության համար։ Ես հիշեցնում զրուցում էի Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։